Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ վիճարկելու են ընտրությունները, որքանով էլ որ դա տարօրինակ չի։ Դա նույնիսկ զավեշտ տալի է ոչ թե տարօրինակ, որովհետև կարծում եմ մենք համենայն դեպս գոնե մեր սերունդը երիտասարդները շատ բան չեն տեսել, չեն հիշում, պատմելով էլ չեն պատկերացնում, բայց մենք հրաշալի հիշում ենք ինչպես է ընտրվել Ռոբերտ Քոչարյանը, հրաշալի հիշում ենք ինչպես են անցկացվել նրա օրոք ընտրությունները եւ միևնույն ժամանակ առաջարկում ենք, ինչպես որ ժողովրդական խոսքա չէ, ամեն մարդ իր արշինով է չափում եւ եթե իրեն թվում է, որ իշխանություն լինելու դեպքում շատ նորմալ է ընտրություններ կեղծելը եւ վախեր ունի, որ մենք հավանաբար իրպես կեղծել ենք ընտրությունները, դա բացարձակ իրականությանը չի համապատասխանում եւ առաջարկում եմ որքան որ ռեսուրս ունեն, թող ամբողջ բոլոր ռեսուրսները օգտագործեն մեր կեղծիքները բացահայտելու համար։ Ես առավել քան վստահ եմ, որ որևէ գործընթաց սկսելու դեպքում վերահաշվարկի կամ որևէ գործընթաց սկսելու դեպքում մեր ձայները էականորեն ավելանալու են։ Այսինքն անգամ երկրորդ փուլով ընտրությունների գնալու դեպքում։ Երկրորդ փուլով ընտրությունների գնալու դեպքում էլ կարծում եմ, որ այս նույն պատկերը միևնույն է մենք չենք ունենա, որովհետև նրանք չեն հասցնի Ռուսաստանի Դաշնությունից բերել կրկին այս քանակով մարդկանց, որոնք որ շատ կոնկրետ ուղղորդված կքվեարկեն մեկ ուժի օգտին եւ որևէ ելք իրենց ձեռնտու չէ։